Եվ հարցը նրանում է, որ իրենք էլ նոր ինչ-որ տենց սրամտություններ են անում, նոր լոզունգներ են իրենց ձևով չգիտեմ ինչ, նույն տրամաբանությամբ թող իրենց ձերբակալեն իրենց ձևով ասելու համար։ Դրա համար ուղղակի դա պատրվակ է, իհարկե բոլոր իրավաբանների գնահատմամբ դա որևէ հանցագործություն չպարունակող արտահայտություն է և բոլորիս համար պարզ է, որ Սամվել Կարապետյանի կալանավորումը զուտ վախերի դրսևորում է։ Իրավաբանությունն ու իրավագիտությունը ըստ էության վերջին տարիներին Հայաստանում այդքան էլ չի կարևորվում, այսինքն ցանկացած կերպ կարող է օրենքը մեկնաբանվել։ Այս առումով ուզում եմ հասկանալ, նմանատիպ ակցիաները կամ պայքարի որևէ այլ տարբերակ, որքանով կարող են արդյունավետ լինել, եթե այսպես թե այնպես կատարվում է այն հրահանգն ու այն պատվերը, որը այդ պահին իջեցրել է իշխանությունը։ Գիտեք, 2018 թվականին այս իշխանությունը եկավ լոզունգով, թե Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ այլն, բայց մենք տեսնում ենք ակնհայտ ժողովրդավարության հետ աղերս չունեցող պահվածք, ավելի շատ բռնապետական պահվածք, շատ բռնապետեր ուղղակի կնախանձեին այն պահվածքին, որը այսօր մեր իշխանությունը ցուցաբերում է եւ ժողովրդի համախմբումը կարծում եմ ազդակ կլինի եւ բոլորը պետք է մտածեն, որ իրենց մասնակցությունը այս պայքարին արդյունք է տալու, որովհետեւ վերջի վերջո միգուցե 1000 հոգու, 2000 հոգու նրանք ուշադրություն չդարձնեն, չհամարեն 2000 հոգի վարչապետ, բայց հաստատ եթե տասնյակ հազարներով լինեն մարդիկ, հաստատ պետք է որ ուշադրություն դարձնեն։ Այնպես որ կոչ եմ անում մեր քաղաքացիներին միանալ շարժմանը, միանալ այս ապօրինությունների դեմ պայքարին եւ լինել արդարամիտ, չլինել անտարբեր, որովհետեւ բոլորի ձայնը եւ բոլորի կարծիքը շատ կարեւոր է։ Կարող է յուրաքանչյուրը փոխել իրավիճակը։ Հազարներով արդեն քաղաքացիներ մի քանի անգամ հավաքվել են, բայց կարծեք իշխանությունը հաշվի չի նստել, անցած տարի հունիսին էլ ուժ կիրառեց, բռնություն կիրառեց ժողովրդի դեմ։ Այս մտավախությունը չկա, որ ձեր հավաքների ժամանակ էլ գուցե հաշվի չառնի տասնյակ հազարավոր մարդկանց։ Գիտեք, չէ, ես տեն չեմ կարծում, այստեղ կա մի փաստ, որ մենք երբ որ ասում ենք հավաքվում ենք, երբ որ պայքարում ենք, մենք պետք է պայքարենք առարկայական եւ ունենանք այն արդյունքը, որը որ մենք դրել ենք մեր առջև։ Իսկ մեր թիմը նպատակին հասնող թիմ է եւ Սամվել Կարապետյանի ամբողջ անցած ուղին ցույց է տալիս նպատակասլացություն։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ սա չի լինելու այն հերթական շարժումը, որը որ իշխանությունների կողմից պետք է տապալվի։